Բարի օր ժողովուրդ, Mountain High Farms-ից Տավուշի մարզ, Դիլիջան ազգային պարկ, Գեղատապ։ Գեղատապը լքված բնակավայր է։ Եվ այսօր 2025 թվականի մարտի 19-ն է։ Եվ ես երևի պետք է սկսեմ ներողություններից։ Այո, պետք է սկսեմ ներողություններից։ Ներողություն եմ խնդրում երկու շաբաթյա դադարի համար, բարեկամներ, եւ այս անգամ մի քանի հանգամանք, որը բերել է մեր ուրեմն դադարին երկու շաբաթյա։ Վերջին վիդեոն, որ ես արել եմ փետրվարի, անցած ամսվա փետրվարի 20-ի կողմերը։ Եվ ես ասում եմ, որ փետրվարի կեսին շները չեն սիրում խոզերին։ Ես ասում էի այդ վիդեոյի մեջ, կարող եք նայել երկու շաբաթ առաջ, որ փետրվարի 20-ի կողմերն էր արդեն, կարծեմ, եւ ամբողջ խնդիրն այն էր, որ ես ասում էի, որ փետրվարի 20-ին ձմեռը մոտենում է, ոչ թե գարունն է մոտենում, այլ ձմեռն է մոտենում։ Եվ հենց իմ ասածից հետո, 2-3 օր հետո եկավ ձմեռը։ 50-60 սանտիմետր ձյուն եւ փակեց մեր ամբողջ բոլոր արոտները, ամբողջովին 100%-ով փակեց։ Եվ արոտները դեռ մի կողմ, բայց փակեց ճանապարհը։ Այսինքն մենք աշխատել ենք փետրվարի 20-ից մինչև փաստորեն մի, չգիտեմ, երևի 5-6 օր առաջ աշխատել ենք ամբողջությամբ բլոկադայի մեջ, տղաները այստեղ, ուրեմն իջեցրել են, սև անգուսներին իջեցրել են Գեղատապի մեր ծածկի տակ եւ սկսել ենք կերակրել մեր պահոստավորված խոտով։ Իմիջիալս պահոստավորված խոտի մասին եւ պետք է ասեմ մի քանի լավ բան։ Նախ այս տարվա խոտը մենք ձեռք ենք բերել Ստեփանավանի շրջանից, մեր ձմեռվա ռազմավարական խոտը։ Եվ երբեք ես չեմ տեսել այսքանի տարիների ընթացքում, չեմ տեսել ավելի լավ ռազմավարական խոտ։ Ինքը բարձրագույն որակի է, բարձրագույն։ Ինչ որ է, վերադառնանք ուրեմն մեր առօրյային, ուրեմն ամսի 20-ից մինչև, այսինքն մոտ մի 30 օրից ավել, 35 օր մենք եղել ենք բլոկադայի մեջ։ Ճանապարհները փակ, մեքենա չի գնում, չի գալիս։ Տղաներին կարողացել ենք ուտելիք հասցնել ոտքով, Խաչարձանից ոտքով, մինչև այստեղ, մոտ 18 կիլոմետր Խորձյան միջով։ Okay։ Բացվել է հիմա արդեն, բացվել է ճանապարհը, բայց ձմեռը չի վերջացել։ Մենք ամսի 19-ին, այսինքն այստեղ ենք մարտի 19-ն է հիմա, եւ մեր մոտ եղել է փակ ճանապարհ եւ հիմա ճանապարհը բացվել է, բայց guess what, այսինքն մենք կունենանք ձյուն այսօր երեկոյան, հիմա անձրև է, տեսնում եք անձրևն է տեղում, ես հազիվ հեռախոսը պահում եմ իմ գլխարկի տակ, որպեսզի չթրջվի, եւ մենք ունենալ ենք ձյուն այսօր, մեզ խոստացել են մինչև 6 սանտիմետր, գիշերը կնստի, եւ եւս 10-ից 15 սանտիմետր ձյուն կնստի, Արամ, stop! 10-ից 15 սանտիմետր ձյուն կնստի ուրեմն ուրբաթ օրը, մինչև շաբաթ օրը։
Ինչ եղավ։ Ինչ եղավ, բացատրեմ։ Ուրեմն մենք այս կենթանիներին պետք է տեղափոխենք արդեն մեր վերևի արոտավայր։ Ջրաղացի ձոր, ովքեր որ տեսել են մեր ուրեմն վիզիոները, կիմանան։ Ջրաղացի ձոր, սա գեղատափն է, լքված բնակավայր, մոտ 3 կիլոմետր հարավ Ջրաղացի ձորից, բայց մենք ուրեմն պետք է իրենց ցողենք, այսպես ասած, ցողենք միջատների դեմ, տղաներ ասում են լողացնենք, ինչ որ հիմա մեր տղաներից մեկը անում է, մենք իրենց ցողում ենք միջատների դեմ մինչև բարձրացնելը, որովհետև գեղատափը բավականին, այսպես ասած, ուրեմն կոմպրոմիսացված, այսինքն մի քիչ ազդված միջատների վերաբերյալ տեղամաս է, որովհետև տաք է եւ այստեղ իրականացվում է ամբողջովին անկանոն խուժան արածեցում, որի արդյունքում տեսեք հողը մերկանում է եւ սա նշանակում է, որ պարազիտների եւ միջատների մասով այս տեղամասը բավականին վարակված է։ Եվ որպեսզի մենք չտեղափոխենք միջատներին այստեղից գեղատափից դեպի մեր մաքուր արոտավայրեր, մենք ստիպված իրենց ուրեմն ցողում ենք բարձրացնելուց առաջ։ Ինչու մինչև հիմա չենք ցողում, որովհետև մեր սարքը փչացել էր, մաս պետք է բերեինք, բայց սարքը փչացել էր, որովհետև բանը փակել ճանապարհները եւ այլն։ Հիմա այսօր ենք բերել, որ ցողենք մի 2-3 անգամ կամ գոնե 2 անգամ, մինչև բարձրացնելը։ Հիմա սկսեցինք ցողելը եւ այս կենթանիներից մի մասը դուրս պրծավ մեր ծածկի տակից։ Պետք է ասեմ, որ անձրև տեսեք ինչքան սա հող է։ Ես թեթև ընկա, հետաքրքիր վիդեո է։ Այս ամբողջը ուրեմն ծածկը, որը մենք օգտագործում ենք տարբեր կատակլիզմային եղանակների համար, կենթանիները դրանից չեն օգտվում, որովհետև իրենց դուր է գալիս անձրևը, իրենց դուր է գալիս ձյունը։ Միայն թե չլինի, ասենք, անձրև քամի, կարկուտ քամի, ձյուն քամի, ամեն ինչը միասին, սառնամանիք քամի եւ այլն։ Եվ նման դեպքերում ուրեմն իրենց ոտքով կգնան ծածկի տակ, այլապես ոչ, չեն գնա։ Եվ դրա համար ուրեմն իրենց ծածկի ներս են կարել, որպեսզի գոնե մի քիչ չորանային, 2 ժամ, որպեսզի կարողանայինք իրենց ցողեինք։ Հիմա ծածկը բացեցին եւ դուրս եկան։ Հիմա տղաները ձև են ման գալիս, թե ինչպես ուրեմն ցողեն ներսում, թե դրսում։ Դրսում դժվար իրենք թողնեն, որտեղ կփախչեն։ Հիմա ստիպված երևի կբացենք հիմնական տարպասը, որպեսզի այս փախած մասը մտնի ներս։ Նաև կփակենք, ես երևի ստիպված կլինեմ տեղափոխվել ավելի մոտ, որպեսզի էսել իմ սոտտված տեղը, որպեսզի կարողանանք այս կենթանիներին ցողել։ Ձերբազատվենք գեղատափային միջատներից եւ անցնենք առաջ։ Բարձրացնենք վերև։ Հիմա ամբողջ հարցն է, որ այս կենթանիները անձրև սիրում են։ Եվ սրանց մտցնել ներս, դա մի ամբողջ պրոյեկտ է։ Okay.
Այսկապես հանգիստ է պետք անել այս ամեն ինչը։ Ես փորձում եմ գեղատափում չնկարել այն ամբողջ աղբը, որը այստեղ կուտակվում է։ Մենք օգտագործում ենք այս գեղատափը 1 ամիս տարվա ընթացքում։ Եվ ասացի, որ քանի որ կրիտիկապես այստեղ վերացված է ցանկացած տեսակի էկոհամակարգ եւ չկա կանաչ ծածկույթ, չկա ընդհանրապես ծածկույթ խոտի եւ գեղատափը վերածվում է անապատի, միայն այն պատճառով, որ այստեղ անխնա, նորից եմ ասում, ով հասնի, նույնիսկ իրենց կենդանիներին իրենք չեն ուրեմն հետևում, իրենք գալիս են 10 կիլոմետր հեռավորությունից, գալիս են այստեղ, ինչ ուզում անում են, փախնում գնում են։ Հիմա այդ պատճառով այստեղ ուղղակի վերացված է բոլոր հնարավորություն անասնապահության, մենք ստիպված կենդանիներին պահում ենք ներսում, այսինքն ծածկի տակ, հետո ինչ որ ձև, այնտեղ շները կռվում են խոզերի հետ, հետո ինչ որ ձև ուրեմն իրենց բան են կանում, կառավարում ենք, որպեսզի շատ չշփվեն շրջակա միջավայրի հետ։ Այստեղ իսկապես լավ վիճակ չէ։ Եվ ես աշխատում եմ այս զիբիլը չնկարել, որովհետև այստեղ ապրում են շատ սահմանափակ, այսինքն 1-2 մարդ է ապրում, բայց տարիների ընթացքում հավաքել են երևի մի 1000 հոգու աղբ։ Ոչ թե հավաքել են, այլ ցպնել են, ոնց որ աղբը բերեն եւ տեղափոխեն շշեր, երկաթի կտորներ, կոշիկ, չգիտեմ, ցելոֆան, շոր, ամբողջ բանով, տարածքով, ամոթ է։ Սրա համար ներողություն եմ խնդրում։ Բայց մենք բնականաբար մտածում ենք, մենք պետք է մաքրենք այս տեղամասը ինքներս, հետո եւ նաեւ կորոշենք, թե ինչպես արգելել նման գործելակերպը, ապրելակերպը, դա ապրելակերպ չի։ Okay, հիմա մտցրեցինք արդեն հանգուստների ներս, հիմա երևի կարողանանք ցողել։ Լավ է, որ արդեն սարքը աշխատում է, մասեր պակաս, ստարտերը բերեցինք, կարողացել ենք ստարտ անել, ցողել պետք է 2 օր, 3 օրը մեկ գոնե, եւ մենք դեռ կպահենք իրենց ծածկի տակ մինչեւ բարձրացնելը վերև, քանի որ դուրս եկան անձրևը լվանալու է այդ ամբողջ այն դեղամիջոցը, որը միջատների դեմ է եւ մանրերների դեմ, ամեն տեսակի ուրեմն պարազիտների դեմ, արտաքին պարազիտների դեմ։ Ես ասեցի, որ մեզ խոստացել են ձյուն, հիմա ես նայում եմ գեղատափից դեպի Սիմոնովկայի կողմ, իմ առջև Եղջասարն է, Եղնասարն է, Եղնասարը ամենաբարձր մեր գագաթներից մեկը մեզ ամենամոտիկ, եւ գալիս եմ առախուղ եւ տեղում է անձրև եւ գնալով եղանակը ցրտում է եղանակը, այնա տղաները արդեն գիտեն ոնց անեն, փակել են։ Ծիրանին մենք չենք ցողում, որովհետեւ նա մորթ չունի, նրա վրա այդքան կրիտիկական չէ եւ ինչպես տեսակ ինքը ծիրանն էր, այս նախաձեռնողը, որ փախուստ կազմակերպեցին սև անգուստները։ Ժողովուրդ, սա նորից մեր մոտ կլինեն որոշ ընդհատումներ վիդեոների այս ընթացքում, բայց մենք հենց վերևի մեր արոտի ճանապարհը բացվեց, գնալու ենք եւ շարունակենք մեր ուսումնական կենտրոնի կառուցումը այնտեղ, այնպես որ այնտեղից կլինեն երևի ավելի հաճախ վիդեոներ, որտեղ ես փաստորեն տեղափոխվելու եմ այստեղ։
Փաստորեն տեղափոխ։ Ահա արդեն շները Սիրանին էլ լարեցին։ Այսքանը այսօր, քանի որ 15 րոպես լրացավ, ես էլ ունեմ 1 րոպե, ես պետք է խնդրեմ, որպեսզի բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին։ Մենք ունենք արդեն 2000 բաժանորդ եւ մենք ընդհանրապես ֆերմա ենք։ Եվ բաժանորդների թիվը, որը գնալով աճում է, դրանպես խոսում է մեր պատմությունների հետաքրության մասին, որը մենք գնահատում ենք։ Ես պետք է ասեմ, որ նաև կարող եք հենց այս վիդեոյի տակ գտնել մեր կայքեջը։ Նայեք մեր կայքեջը, հետևեք դրան։ Մեր կայքեջից Սև Անգուս ուրեմն բաժնից, որտեղից գնել եւ Սև Անգուս գնել առցանց, այդ բաժիններից կարող եք գնել մեր արտադրանքը առցանց on-line, այսինքն ընդհանրապես կսեղմեք կոճակի վրա, կգնեք ձեր ուզած կտորը գերժամանակակից ուրեմն փաթեթավորմամբ եւ այդ կտորը կբերեն ձեր տուն։ Եվ մեր տեսականին անընդհատ նորացվում է, մենք դեռ տեղադրել ենք մեր տեսականի երևի 30-40%-ը։ Հիմնականում պրեմիալ մասն է այսօրվա վիճակում, որը շատ լավ է եւ կարող եք նաեւ հետեւել եւ գնել այլ ավելի էժան, ավելի մատչելի կտորներ շատ մոտ ապագայում, հենց մեր առցանցի, հենց մեր վեբ կայքից, հենց մեր կայքեջից, ինչպես նաև կարող եք գնել buy.am հարթակից, գրելով այնտեղ Mountain High Farms եւ կբերի մեր առցանց խանութը։ Այսքանով ուզեմ եզրափակել այսօր, շնորհակալություն, որ հետևում եք, կներեք նաև ուշացման համար եւս մեկ անգամ եւ կհանդիպենք։